ասես լավ, հիմա ես քեզի մի բան պատմեմ, դու կհասկնաս։ Մեկ անգամ քացի շոուի դուն, Բեռնարդ Շոուն ճանաչում ես։ Ասեցի այ։ Ոնց է միտի ծաղեց մտամ։ Հետը արարախմը։ Ծառան բացեց, ասեց ում եք ուզում, Բեռնարդ Շոուին ասե, որ աշխարհի ամենալավ քրողն է եկել։ Ասեց համեցեք պարոն Սարոյան։ Այդ Բեռնարդ Շոուն հասկացել է, որ դա Սարոյանն է, որ ասում աշխարհի ամենալավ քրողը։ Ասում ես բարձրացա ու խոսակցությունից հետո ապուշպան, ասի քեզի նման ապուշպան։ Ասի Բեռնարդ, շատ շնորհակալ եմ, քո արվեստով դասերագում ես մարդկանց։ Ինքն էլ շատ խելոք բան ասավ։ Սավ ինչու սուտ գխոսիս։ Քրագամությունը արվեստը ոչ մեկ մարդ կդասերագի։ Ես ալ քեզի նման խելոք բան ասի, աբա ինչու կքրես։ Որովհետև կա մեկ մարդ, որ կդասերագվի ադիգայիս ինքս եմ։ Հասկանում ես ինչա։ Արվեստագետը ոչ թե դասերակելու համար է ստեղծագործում, այլ նրա մեջ առաջանում են այն ֆիզիկայով կա չէ երկու գնդեր են, երբ որ պտտում ես մեջը կայծը առաջանում։ Այդ կայծը, երբ որ դու հետարքրված ես քաղաքականությամբ, երբ որ դու հետարքրված ես քո հայրենիքով, երբ որ դու տեսնում ես մարդկանց հույզերը, մտքերը, բաները, դրանց ես ապավինում եւ դրանց ես առաջ բերում ոչ թե բաց խոսակցությամբ, այլ ենթատեքստով, ապա դա ստիպում է մարդուն անալիզ անել, այսինքն վերլուծել, հասկանալ ավելի խորքերը։ Այս ամբողջ խնդիրը։